Ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Աստված օրհնի բոլորիդ։ Իրականում մեծ պատիվ է նորից այստեղից խոսալու Աստծո խոսքը։ Ուրախ ես, որ դու այսօր այստեղ ես։ Ուզում եմ, որպեսզի ձեր դեմքին ժպիտ բարձրանա։ Կա մարդ, որ առաջի անգամ այստեղ։ Տերը օրհնի քեզ։ Աստված իրականում քեզ շատ է սիրում։ Ամեն։ Կուզեմ անցնեմ խոսքին։ Այսօրվա իմ քարոզի վերնագիրը այսպես եմ վերնագրել. Իմ կյանքում անեծքը քանդված է։ Կարող ես ինձ հետ կրկնել այս խոսքերը։ Ասես իմ կյանքում անեծքը քանդված է։ Ամեն Տեր։ Այսօր ուզում եմ խոսամ հենց դրա մասին։ Նորից ուզում եմ թարմացնեմ, որ հիշենք, որ իրականում ամեն մեկիս կյանքում անեծքը քանդված է։ Ամեն։ Որովհետև Աստծո խոսքն այդպես ասում։ Մենք գիտենք, որ Քրիստոսը անեծքի հարցը լուծել է։ Բայց գիտեք, կան սրա համար պայմաններ, որ միայն չնայենք մի կողմը։ Կա նաև մի պայման, որ նույնպես կախված է մեզանից։ Որովհետև մենք գիտենք, որ օրհնության հակառակը դա անեծքն է։ Ու մենք գիտենք, որ կան անեծքներ, որ ժառանգաբար է փոխանցվել մեզ։ Օրինակ կան ազգերի մեջ անեծքներ, որ տեսնում ես այդ ազգի մեջ կռիվները անպակաս է։ Օրինակ կան անեծքներ, որ տեսնում ես երիտասարդ տարիքում մարդիկ մահանում են։ Դա ժառանգական անեծք է, որ փոխանցվում է սերունդե սերունդ։ Բայց Քրիստոսի արած զոհի շնորհիվ, երբ որ դու Տիրոջը ընդունում ես որպես քեզ Տեր ու Փրկիչ, կանգնում է ամեն մի անեծք, քանդվում ամեն մի անեծք, քեզանով օրհնվում է քո հաջորդ սերունդները։ Ամեն։ Կուզեմ մի օրինակ բերել, որպեսզի հասկանալի լինի, թե ոնց է կատարվում միջև Քրիստոսի ընդունելը, երբ որ մարդը չի ապրում Քրիստոսով, եւ Քրիստոսից հետո։ Գիտես, մեր կյանքը միջև Քրիստոսը այսպես խզմզված էր։ Այսպես խզմզված էր ամեն մեկիս կյանքը։ Ու գիտես, միգուցե կար հիվանդություն մեր կյանքում, անեծք, վախ, ցավ, ատելություն, տրտունջ, տխրություն, դա տեղի է ունենում միջև Քրիստոսը։ Բայց երբ որ մարդը ընդունում է Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ իր կյանքում, Աստված մաքրում է նրան, դարձնում այսպիսին։ Դու դառնում ես այսպիսին։ Ամեն։ Բայց գիտեք, սրանով չի սահմանափակվում։ Տերը քեզ այսպես է դարձնում։ Բայց մեզանից շատ բան է կախված, մեր ապրելակերպից է կախված, որ մենք կմնանք այսպիսին, թե նորից կժառանգենք անեծք։ Մենք գիտենք, որ խաչի վրա Քրիստոսը անեծք դարձավ, որպեսզի մենք լինենք օրհնված։ Ու գիտես, շատ ժամանակ մենք ուզում ենք, որպեսզի չիմացող մարդիկ, ուզում են Տիրոջը ուղղակի մեղադրեն, որ ինչի իմ կյանքում չի ստացվում, ինչի է իմ կյանքում անեծքը շարունակվում։ Այսօր ես ուզում եմ խոսալ հենց դրա մասին։ Ու ինչ պիտի անենք, որպեսզի անեծքը իշխանություն չունենա մեզ վրա։ Կուզեմ նախ Աստվածաշնչից կարդալ մի համար, հետո շարունակենք։ Գաղատացի 3:13 խոսքը։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց, մեզ համար անեծք դառնալով, քանզի գրված է. անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից։ Ինչ է նշանակում օրենք։ Օրենքը ցույց է տալիս մեզ մեր մեղքերը։ Բայց օրենքը չի, որ մեզ փրկում է։ Այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքն է, որ մեզ փրկում է։
Եփեսացի 2:8-ը խոսում է հենց դրա մասին, շնորհքով ենք փրկվել հավատի միջոցով, եւ սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է։ Մենք շնորհքով ենք փրկված։ Դրա համար էլ մեզ ազատեց օրենքի անեծքից։ Հիսուսը եկավ այս աշխարհ, որպեսզի մեզ ազատի օրենքի անեծքից։ Դա ոնց է տեղի ունենում, կուզեմ պատկերացնեք։ Պատկերացրու մեծ պարտք ունես, չես կարող վճարել։ Դատարանը վճիռ է տվել։ Մեկը գալիս է ու ամբողջ պարտքը իր վրա է վերցնում։ Դու ազատվում ես։ Սա է այն, ինչ արեց Հիսուսը մեզ համար։ Իրականում մեծ պարտք էր, որ մենք չէինք կարող այդ պարտքը վճարենք, բայց Քրիստոսը իր արյունի շնորհիվ, իր խաչելությունով վճարեց մեր պարտքը։ Եթե մենք ապրեինք օրենքով, այսօր ոչ մեկս չէինք փրկվի։ Իրականում ոչ մեկս չէինք կարող օրենքը պահենք, որտեղ անընդմեջ կխախտեինք օրենքը։ Բայց Քրիստոսի շնորհքով մենք փրկված ենք։ Գիտես, ես չեմ ասում, որ օրենքը մեզ էլ պետք չի։ Հիսուսն էլ ասեց, ես չեմ եկել, որ օրենքը խախտեմ, ջնջեմ, այլ ես եկել եմ, որ օրենքը իրականացնեմ։ Հիսուսը մեզ հնարավորություն է տալիս, որ եթե մեղանչենք, ապաշխարենք։ Բայց խոսքը անգիտակից մեղքի մասին է, ոչ թե գիտակցաբար ամեն ժամանակ ընկնենք մեղքերի մեջ։ Գիտես, եթե անգիտակից մեղք գործես, Հիսուսը քեզ հնարավորություն է տալիս, որ դու ապաշխարես, նորից մաքրվես։ Բայց օրենքը այդպես չէր։ Օրենքը ուներ իշխանություն, որ քեզ քարկոծեր, սպաներ։ Դրա համար Հիսուսը անեծք եղավ, որ բոլորս համար, որ մենք ազատ լինենք անեծքից։ Անեծքի հարցը լուծել է Հիսուսը, այսօր բոլորս էլ ազատ ենք անեծքից։ Թող սատանան քեզ չխաբի, որ դու անեծքի տակ ես։ Որովհետև այսօրվա խոսքը ես հավատում եմ, որ ինչ որ բան կսովորացնի, որ դու բացահայտես, թե ինչի է քո կյանքում անեծքը դեռ շարունակվում։ Այսօր ոչ թե ուզում եմ խոսամ Հիսուսի արած գործի մասին, այլ ուզում եմ խոսամ, թե մենք ինչ պիտի անենք, որպեսզի նորից չժառանգենք անեծքը։ Իրականում բոլորս է գիտենք, որ Քրիստոսը խաչի վրա անեծքը տարավ, բայց պետք է, որ մենք էլ մեր բաժինը անենք։ Մեզանից շատ բան է կախված, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իրականում ելի եմ ասում, չեմ ասում օրենքը չպահենք, պատվիրանները չպահենք։ Մենք պատվիրանները, օրենքը նրա համար է, որ դու քո մեղքը բացահայտես։ Բայց շատ կարևոր է, որ դու ապրես Տիրոջ պատվիրանների մեջ, ապրես նրա խոսքի համաձայն։ Հնարավոր է, որ մենք էլի սխալվենք, անսխալ մարդ չկա երկրի վրա։ Իրականում հնարավոր է, քանի որ Աստծո խոսքն այսպես է ասում. արդարը 7 անգամ էլ ընկնի, կկանգնի։ Ում մասին է խոսում? Արդարի մասին, որ իրականում դու արդար ես Քրիստոսի արյունով։ Ընկնես էլ կկանգնես, որովհետև Տերը քեզ կօգնի։ Չի խոսում, որ Տերը քեզ կկանգնեցնի, դու կկանգնես, որովհետև դու արդար ես։ Իսկ արդար մարդը ինքը գիտի, որ Աստծո առաջել արդար, իր առաջել արդար։ Դրա համար դու կկանգնես, իսկ եթե մեղավոր լինես, միգուցե չկանգնես։ Մեր ապրելակերպից շատ բան է կախված։ Ես շատ եմ սիրում այս խոսքերը։ Կուզեմ ինքդ քեզ հարցնես։ Առաջինը. արդյոք ես ամեն օր վերցնում եմ խաչը ու հետևում Քրիստոսին։ Երկրորդը. արդյոք ես ամեն օր հաղորդակցություն ունեմ Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ երրորդը. արդյոք ես ամեն օր ապրում եմ Աստծո խոսքով եւ նրա պատվիրաններով։ Եթե այս 3 բանը քո կյանքում կա, ուրեմն վստահ կարող եմ ասեմ, դու ազատ ես մեղքի անեծքից։ Որովհետև այս 3 բանից է կախված քո բոլոր կյանքի մնացած ապրելը, որ դու դրանից ազատ կլինես,
Որտեվ այս երեքը երբ որ քո կյանքում պահես, անհնար է որ անեծքը իշխանություն ունենա քեզ վրա, անհնար է։ Բայց մենք շատ ժամանակ մոռանում ենք խաչը, մոռանում ենք հաղորդակցություն ունենալ Աստծո հետ, մոռանում ենք պատվիրանները, հետո մտածում ենք խին գանք անեծքի տակ։ Բայց երբ որ այս պատվիրանները պահենք, իրականում հավատացեք, որ անեծքը քո կյանքում կքանդվի։ Ով է հիշում վերնագիրը։ Իմ կյանքում անեծքը քանդված է։ Կարևոր մի բան ասեմ։ Միշտ հիշի, եթե մի բան անունը քանդել է, դա նորից կառուցվել կարող է լինել։ Եթե մի բանի անունը կանգնել է, կարող է նորից շարունակվել։ Այսինքն, եթե քո կյանքում քանդված է անեծքը, զգուշ լինի նորից չկառուցվի։ Շատ կարևոր է, որպեսզի դրա համար Աստված պատասխանատվությունը տվել է քեզ։ Աստված իր գործը խաչի վրա արել է արդեն։ Անեծք է դարձել, որ մենք ազատ լինենք անեծքից, բայց դա չի նշանակում, որ մենք էլ անելիք չունենք։ Աստված այդ իշխանությունը տվել է քեզ։ Ամեն։ Ու նույնպես ուզում եմ խոսալ կարևոր եւ առաջնային բաների մասին, թե որն է հիմնականում անեծքի հիմքն ու պատճառը մեր կյանքերում։ Ինչից է հիմնականում առաջանում մեր կյանքում անեծք։ Շատ պատճառներ կարող են լինել, բայց մի քանի պատճառներ եմ առանձնացրել, որ այսօր ուզում եմ հենց խոսել դրա մասին, որ դու քեզ բռնացնես ինչն է պատճառը, որ մեր կյանքում կան բաներ, որ չի ստացվում մեր կյանքում։ Դեռ մենք ապրում ենք ու դրա միջոցով մենք գիտենք, որ ազատ ենք, բայց կան բաներ, օրինակ գնում ես աշխատանքի, բայց չի ստացվում։ Ուզում ես ինչ-որ բան անես, քո կյանքում չի ստացվում։ Միգուցե մտածես դեռ ազատ չես, ազատ ես, բայց ելի եմ ասում, մեզանից շատ բան կա կախված։ Որովհետև շատերը մտածում են այսպես. ես արդեն ընդունել եմ Հիսուս Քրիստոսին որպես իմ Տեր ու Փրկիչ, վերջ, ես ազատ եմ անեծքից։ Շատ լավ է, որ դա հռչակես ամեն օր քո կյանքում, որ անեծքը քո կյանքում իշխանություն չունեն։ Բայց պիտի ամեն ինչ անես այնպես, ինչպես որ Տերն է քեզ պատվիրում։ Դրանից նույնպես կախված է։ Որովհետև շատերը ընդունում են Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, բայց նույն ապրելակերպով են ապրում։ Հին ապրելակերպով են ապրում։ Այդ պահին իրանք մեղքերը ներվում է, այս ամեն բան քանդվում է, դառնում է այսպիսին, բայց նորից ինքը ապրում է նույն, երբ որ այստեղից դուրս է գալիս, նորից ապրում է նույն կյանքով։ Դրա համար է մարդու կյանքում փոփոխություն չի գալիս։ Շատ կարևոր է, որպեսզի ամեն մեկս գիտակցենք, հասկանանք ու պահենք այն, ինչ որ Տերն է պատվիրում մեզ։ Ու շատ ժամանակ է լուրջ ենք վերաբերվում Աստծո խոսքին։ Մտածում ենք, եթե Աստված այսպես ասեց, այո, Աստված հավատարիմ է կանգնելու իր խոսքի հետևը։ Բայց կան բայցեր, որ այդ բայցերից է կախված։ Այդ բայցերը պիտի մենք վերացնենք մեր կյանքերից, որպեսզի Աստված հավատարմորեն կանգնի եւ քանդի ամեն բան, ինչ որ քո կյանքում կառուցվում է։ Մենք չպիտի թույլ տանք, ինչ որ Հիսուսը խաչի վրա քանդել է, սատանան նորից իմ ու քո օգնությամբ կառուցի։ Իմ ու քո օգնությամբ։ Շատ ժամանակ մենք ենք օգնում սատանային, որ նորից կառուցի մեր կյանքում, նորից կառուցի։ Այսօր խոսալու եմ մի քանի բանից, որ հասկանանք ինչով են կառուցում մեր կյանքում անեծք։ Իրականում շատ ժամանակ մեր անեծքի պատճառը հենց մենք ինքներս ենք։ Միտեղ կուզեմ կարդամ Աստվածաշնչից Առակաց 26:2 խոսքը։ Ինչպես որ ճնճղուկը թրջում է, ծիծեռնակները թրջում են, այնպես է զուր անեծքը չի կատարվի։ Խոսքը հստակ ասում է, զուր տեղը անեծքը չի կատարվի քո կյանքում։ Երբ զուր տեղը։ Իսկ ո՞րն է զուր տեղը։ Խոսքը հստակ ասում է, զուր տեղը։ Իմացի մի բան, եթե ամբողջ աշխարհն էլ անիծի, ամբողջ դժոխքն էլ, սատանան, դիվային աշխարհը անեծք հռչակի քեզ վրա,
զուր տեղ անես, քեզ չի դիպչի, եթե դու տեղիք չտաս սատանային։ Մի փոքր, մի մարդու միջոցով է, երբ որ դու դուր բացես սատանայի առաջ, մի խոսքն է բավական է քո կյանքում անեզքը մտնի քո կյանք։ Բայց երբ որ դու պահում ես ամեն բան, զուր տեղ անես, քեզ չի կպնի։ Որտեվ Աստծո խոսքը այդպես է ասում։ Սաղմոս 91:7 կուզեմ կարդամ, որպեսզի հաստատվենք, որ այդպես ասում Աստծո խոսքը։ 1000 հոգի կընկնեն քո կողքին եւ 10,000 քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես եւ կտեսնես ամբարիշտների հատուցումը, որովհետեւ դու Տիրոջը իմ ապավեն, բարձրալին քեզ ապաստան դարձիր, քեզ չար բան չի հասնելու եւ պատուհաս չի մոտենալու քո բնակարանին, որովհետեւ քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Սա ուղղակի խոսքեր չեն Աստվածաշնչից։ Սա պատկանում է այն մարդկանց, ովքեր որ Տիրոջը ընդունում են որպես իրեն վահան։ Այդ մարդկանց կյանքերում Աստված հրամայում է հրեշտակներին, որ պահապան լինեն քեզ, երբ որ դու հավատարիմ ես լինում քեզ տրված պատվիրանի մեջ։ Այդ ժամանակ հրեշտակները թույլ չեն տա, որ քեզ չար բան մոտենա։ Ասում է 1000 հոգի կընկնեն քո կողքին եւ 10,000, այսինքն ուզում է ամբողջ աշխարհը լինի, քեզ անեզքը չի կարող մոտենալ։ Չեմ ուզում, որ խաբված ապրենք մենք։ Այսօրվա իմ խոսքի թեման հենց դրա մասին է, որ մենք ապրում ենք, բայց խաբված չապրենք, որ չմտածենք, դե պիտի այդպես էլ լիներ մեր կյանքում։ Երևի այդպես էլ պիտի լիներ։ Մնացած բաները իմ կյանքում լավ է, ֆինանսականը լավ է, չգիտեմ, տարբեր բաներ լավ է, բայց ամուսնական կյանքս լավ չի։ Երևի ինձ հետ էլ պիտի այդպես լիներ։ Կամ ֆինանսականը լավ չի, մնացածը լավ է։ Ոչ, իրականում չեմ ուզում, որ ոչ մեկը խաբված ապրեք։ Աստված ամբողջովին է քեզ ազատում անեծքից։ Դու ես թույլ տալիս սատանային, դու ես բացողը սատանայի առաջ դռներ։ Իրականում պետք չի, որ մենք սատանայի առաջ դռներ բացենք։ Սատանայի առաջ դռներ բացելով մենք մեզ ենք վնաս տալու։ Իրականում խոսքը հստակ ասում զուր տեղը, այսինքն դու ինքդ քեզ հարցրու, ասա, եթե իմ կյանքում կա, ինչ դռներ ունեմ բացված, որ իմ կյանքում կան բաներ, որ չի ստացվում, որովհետև Տերը հավատարիմ է եւ Տերը իր խոսքի հետևը կանգնած է։ Եթե ասում է զուր տեղը, ուրեմն զուր տեղը չի կարող իմ կյանքում գործի։ Դու պիտի քննես եւ հասկանաս պատճառը որն է։ Շատ կարևոր է, որ դու հասկանաս որտեղից է գալիս այդ հարվածը քեզ։ Ու գիտես, շատ անգամներ մեր խոսքերի մեջ, կուզեմ մի կարևոր բան ասեմ, որ շատ ժամանակ մեր խոսքերի մեջ ուշադիր չենք լինում։ Խոսքերի մեջ, որովհետև խոսքը ունի զորություն։ Որովհետև Աստված ամեն բան խոսքով արարեց ու նույնպես իշխանություն տվեց մեր խոսքին, որ մեր խոսքով կարենանք կապենք, կարենանք քանդենք։ Իրականում քո խոսքը ունի զորություն։ Ուշադիր եղիր, թե ինչ ես խոսում։ Աստծո խոսքի մեջ մի հետաքրքիր խոսք կա, կուզեմ կարդամ Առակաց 17:27 խոսքը։ Իր խոսքերը զսպողը գիտություն է եւ երկայնամիտ մարդ խոհեմ է։ Նույնիսկ ուշադիր լսեք, նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա։ Եվ իր շրթունքները փակողը ողջամիտ։ Իրականում շատ կարևոր է, որ քո բերանը զուս պահես։ Գիտես, սատանան ամեն ինչ կանի, որ դու քո բերանից սխալ խոսքեր հանես, սխալ բառեր հռչակես, սխալ անեզքներ խոսես, նաև քո երեխաների դեմ։ Միգուցե մտածես, որ քո երեխան չի կարող քո խոսքը զորություն ունենա, քո խոսքը զորություն ունի։ Քո խոսքի մեջ ուշադիր եղիր, որ ինչ ես արձակում քո դիմացի մարդու կյանքում։ Իրականում այս խոսքը ինձ շատ բան սովորեցրեց, երբ որ կարդացի, ասում է, նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի։ Պատկերացրեք, Աստված ինչ է համեմատում, նույնիսկ հիմարը, եթե լուռ մնա, եւ իր շրթունքները փակողը ողջամիտ։ Բայց ինչքան են եղել, որ չես զսպել ու
ինչ ասես դիմացինի ասել ես տեղը դրեցի, այ սիրտս հովացավ, ասեցի սիրտս հովացավ։ Գիտես, այդ պահին քեզ լավ ես զգում, բայց հետևանք ունի։ Այդ պահին քո սիրտը միգուցե իրականում ուրախացավ, բայց հետևանքի մասին մենք չենք մտածում, որ կարող է այդ խոսքը քո կյանքում կբերի անեծք։ Շատ կարևոր է, որպեսզի ամեն ժամանակ մեր խոսքերի մեջ լինենք զգուշ։ Իսկ Առակաց 13:3-ը նույնպես խոսում է խոսքի Առակաց 13:3 իր բերանը զսպողը կպահի իր հոգին, իր շրթունքները լայն բացողը կործանելու է իրեն։ Շատ ժամանակ մեր լեզվի պատճառով է, որ մենք նորից ժառանգում ենք անեծք։ Իրականում պետք է զգուշ լինենք։ Դու դրանով Աստծո խոսքը կա, ասում է Հակոբոսում, ասում է դրանով դու անիծում ես, դրանով Աստծուն օրհնում ես։ Մարդկանց անիծում ես, Աստծուն օրհնում ես։ Ոչ, իմացի, որ այդ մարդը նույնպես Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված։ Մենք իրավունք չունենք, որ մենք անիծենք։ Դրա համար ինչ է պետք։ Դրա համար պետք է, որպեսզի կարողանանք զսպենք։ Իսկ ես ասացի 3 կետ, երբ որ դու հաղորդակցություն ունենաս Աստծո հետ, ամեն օր խաչդ վերցնես ու պատվիրանները պահես, իմացի, որ քո մոտ կստացվի։ Չի ստացվում այն դեպքում, երբ որ մարդը իր վրա աշխատանք չի տանում։ Իրականում շատ ժամանակ մեր աշխատանք չտանելու արդյունքն է, որ մեր կյանքում ընկնում ենք խորթուբորտ ճանապարհների մեջ։ Իսկ երբ որ դու քո անձը վարժեցնում ես, հավատա, որ քո մոտ ամեն բան կստացվի։ Հավատա, ոչ թե քո կյանքում տրտուժ կբարձրանա, այլ ամեն ինչի մեջ Տիրոջ կտեսնես ու կփառավորես։ Ամեն։ Իրականում կուզեմ այս քարոզի ընթացքում դու քո սիրտը քննես, հասկանաս, որտեղ ենք մենք սխալվել կամ որտեղ ենք մենք սայթակել։ Եթե քո կյանքում կան բաներ, որ դու դրա միջով ես անցնում, դու պիտի բացահայտես, թե ինչ դռներ ես բացել սատանայի առաջ։ Եթե չկա, հավատում եմ քարոզի վերջում կբացահայտես, որ լավ էլ կար քո կյանքում, որովհետև իրականում երբ որ ես այս քարոզը պատրաստում էի, ես շատ բան բացահայտեցի իմ կյանքում, որ իրականում կան ծածուկ բաներ, որ դա խանգարում է, թե ինձ, թե իմ ընտանիքի միաբանությանը, թե եկեղեցում, թե շրջապատի մարդկանց կյանքում։ Իրականում ես բացահայտեցի այս խոսքը ինձ փառք Աստծո, որ շատ բան սովորեցրեց, որովհետև երբ որ քարոզում ես, առաջինը քեզ այդ խոսքը պետք։ Ամեն։ Ու իմացեք, որ անեծքը միշտ էլ գործելու է երկրի վրա։ Անեծքը միշտ էլ կա երկրի վրա։ Ով է հիշում, ու միջոցով առաջի անգամ անեծքը մտավ երկիր։ Բոլորս է գիտենք, որ Ադամի ու Եվայի պատճառով մտավ երկինք։ Երկիր կներեք, ոչ թե երկինք։ Իսկ ով է հիշում, ինչի պատճառով անեծքը մտավ երկիր։ Անհնազանդության։ Իմացիր, մարդու կյանքում ամենամեծ եւ առաջնային անեծքի արմատը հենց դա անհնազանդություն Աստծո խոսքի նկատմամբ։ Երբ որ դու անհնազանդ ես, իմացի, որ դա արդեն անեծք է ծնում։ Աստված անիծեց ամբողջ մարդկության եւ ամբողջ բնությանը հենց անհնազանդության պատճառով։ Սա միջև օրս էլ գործում է բոլորի կյանքում։ Ու գիտես, երբ որ այս խոսքը ես խոսքը ստացա, միանգամից իմ կյանքում մտածեցի, ինչքան բաներում եմ ես Աստծուն անհնազանդ եղել։ Ու ինչ եք կարծում իմ կյանքում, եթե ես եղել եմ անհնազանդ, այդ պտուղը կերել եմ, թե չէ։ Այո, կերել եմ։ Մեր անհնազանդությունը դուռ է բացում սատանայի առաջ։ Իսկ քո հնազանդությունը բերում է քո կյանքում օրհնություն։ Այսօր քեզանից է կախված, իրականում եմ ասում, որտեվ Աստծո խոսքում գրված է, քո առաջ դրել եմ կյանքը, մահը, օրհնություն, անեծք, որը որ դու ընտրես, դա էլ քո կյանքում կգործի։ Բայց դա ուղղակի հենց ընտրություն չի միայն, դա քո կյանքում պիտի լինի գործողություն։ Դա պիտի քո կյանքում երևա, որ դու որն ես ընտրել։ Կյանքը մենք գիտենք Քրիստոսն է։ Իսկ մահը դա
չի քննարկում դա իրականում ընդունիր կյանքը, որտեղ Աստծո խոսքն ասում է քո առաջ դրել են, բայց ուղղություն է տալու, ասում է ընտրիր կյանքը։ Իսկ անհնազանդությունը իրականում բերում է անեծք։ Եթե քո կյանքում հայտնաբերում ես անհնազանդություն, դրա հարցերը լուծի։ Դրանով քո կյանքում բերում ես անեծք, որովհետև Աստծո խոսքը այդպես է ասում։ Դա ես չեմ ասում, Աստծո խոսքն ասում կուզեմ կարդամ այդ խոսքը։ Երկրորդ Օրինաց 28:15 խոսքից կուզեմ կարդամ։ Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծո խոսքին եւ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները ու կանոնները, ուշադրիր լսի, նորից եմ կարդում, ուզում եմ ուշադրիր դարձնես բոլոր բառին։ Չի ասում, որ ուզում ես կարող ես պահես այն ինչ որ դու ես ուզում, ասում է բոլոր։ Այսինքն այդ բոլոր բառը նշանակում է, որ ամբողջովին ինչ որ Տերը քեզ պատվիրում է, դու պիտի պահես դա։ Ոչ թե որը ինձ հարմար է, ես սա անեմ, սա չէ։ Որը որ քեզ հարմար է, անես, իրականում կժառանգես անեծք։ Իսկ որը որ Տիրոջ կանոնով պահես, անես, իմացի որ կժառանգես օրհնություն։ Նորից կուզեմ կարդամ։ Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծո խոսքին եւ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքը կգան քեզ վրա, կհասնեն քեզ, անիծյալ կլինես դու քաղաքում եւ անիծյալ դաշտում, անիծյալ կլինես քո կողովն ու քո խմորի տաշտը, անիծյալ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտը, անիծյալ կլինես դու մտնելիս, անիծյալ կլինես դու ելնելիս։ Գիտես, շատ մարդիկ մտածում են, որ Աստված է անիծողը։ Աստված չի անիծում։ Աստված պատվիրան էր տվել, ու գիտես, երբ որ այդ պատվիրանը դու խախտում ես, դու ավտոմատ կերպով ընկնում ես անեծքի տակ։ Դա ոչ թե Աստված է անիծում, այլ Աստված չի անիծում։ Դա գիտեք ինչի է նման։ Օրինակ պատկերացրեք արագաչափը։ Ինքը դրված է, մենք գիտենք, որ դրված է, որպեսզի խախտումները ինքը ֆիքսի։ Արագաչափը ինքը ունի հնարավորություն, երբ որ դու խախտում անես, ինքը նկարում է եւ այդ խախտումը նշանակում է, որ քո կյանքում դու պիտի պատասխան տաս դրա համար։ Գիտես, արագաչափը չի նայում, եթե մեքենան մի քիչ նորմալ չի, կամ եթե մեքենայի մեջ նստած խեղճուկ կրակ է, աղքատ է, չնկարի։ Արագաչափը արդարա իր գործի մեջ։ Աստված արդարա իր գործի մեջ։ Իրականում գիտես, մենք ենք մեր համաձայնությամբ ընկնում անեծքի տակ։ Աստված չի ուզում, բայց մենք խախտելով Աստծո պատվիրանները դրա համար մենք ենք պատասխան տալիս։ Իրականում շատ կարևոր է, որպեսզի ամեն մեկս պահենք Աստծո պատվիրանները մեր կյանքում, եւ այդ ժամանակ անեծք իշխանություն չի ունենա քո կյանքում։ Մենք ենք ընտրում մեր ճանապարհները։ Մարդ իր ընտրությունների հետևանքն է հնձում։ Աստծո խոսքում գրված է. ինչ որ ցանես, այն էլ կհնձես։ Ինչ որ ցանում ենք, այն էլ հնձում ենք։ Անհնազանդությունը մեղք է, որը որ բերում է մեր կյանքում անեծք։ Ու գիտեք, Աստվածաշնչում կար մի sense պատմություն Սավուխ թագավորը։ Ու կուզեմ մի քիչ պատմեմ Սավուխ թագավորի մասին, որ Սավուխ թագավորը ինքը թագավոր է կարգվել Աստծո կողմից։ Աստված է իրեն թագավոր կարգել։ Բայց Սավուխ թագավորը շատ ժամանակ իրականում Աստծուն անհնազանդ էր լինում։ Աստված պատվեր էր տալիս, որ մի բան աներ, բայց նա անում էր այն ինչ որ ինքն էր ուզում անել։ Ու մտածում էր, որ Աստծուն հաճելի բան ենք անում։ Շատ ժամանակ մենք գիտենք, թե Աստծուն հաճելի բաներ ենք անում։ Եթե Աստված մի բան ասում է, դու դա արա։ Ու ինչ ենք տեսնում, որ Սավուխ թագավորը ինքը անհնազանդություն, երբ որ անում էր, չէր ապաշխարում։ Ինքը զղջում էր, ասում էր, ես մեղավոր եմ, ես արել եմ, ընդունում եմ, մեղավոր եմ, բայց չէր ապաշխարում։ Աստված քանի անգամ նրան հնարավորություն տվեց։ Ու Աստված մի անգամ էլ հրաման տվեց, որ բոլոր ամաղեկացիներին սպանի։ Ինչ կա, չկա, բոլորը սպանի։ Կենթանուց բռնած միջև մարդ։
բայց ինչ արեց, նա անհնազանդ եղավ Աստծո նկատմամբ։ Առաջի Թագավորաց 15:7 խոսքը կուզեմ կարդամ. «Եվ Սավուղը ջարդեց Ամալեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը եւ ողջ բռնեց Ամալեկի թագավորին Ագագին եւ ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով բնաջնջեց, բայց Սավուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին եւ ոչխարներին ու աչառների լավերն ու գերերին ու գառներին եւ այն ամենը ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները»։ Մի քանի գլուխ ներքև կուզեմ կարդամ այս խոսքի շարունակությունը։ Առաջի Թագավորաց 15:13 Սամուելը գնաց Սավուղի մոտ եւ Սավուղը նրան ասաց. «Օրհնյալ լինես Տիրոջից, Տիրոջ խոսքը կատարեցի»։ Սավուղն ասում, Տիրոջ խոսքը կատարեցի, բայց Տերը ասել էր ամբողջովին։ Եվ Սամուելն ասաց. «Հապա ինչի է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, եւ աչառների այս ձայնը, որ լսում եմ ես»։ Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու աչառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացնեն»։ Իր մտածելով ինքը մտածում էր լավ գործ անում, Աստծուն զոհ մատուցելու համար, բայց Աստված ասում է վերացրու։ Գիտես, որ նայում ես այս պատմությանը, իրականում թվում է լավ բան էր արել։ Աստծո համար զոհ էր ուզում անել, իրականում լավ բան չէր արել, որովհետև նա արել էր Աստծուն անհնազանդ բան։ Գիտես, Աստված շատ ժամանակ մեզ ասում է. վերացրու քո կյանքից ամեն մեղքեր։ Գիտես, մենք վերացնում ենք շատ մեղքեր, բայց մի մեղք սիրում ենք ու պահում ենք մեր կյանքում։ Աստված քեզ ասում է վերացրու։ Գիտես, երբ որ դու ջանք անես, վերացնես քո կյանքում այդ մեղքը ու չստացվի, Աստված քեզ կօգնի, Սուրբ Հոգին քեզ կօգնի, բայց երբ որ դու պահում ես դա քո կյանքում, դա քեզ սպանելու է, որովհետև մենք հետո ես կարդացել եմ, որ նույն ամաղեկացին սպանեց Սավուղին։ Այդ մեղքը քեզ սպանելու է։ Իրականում կան մեր կյանքում նման իրավիճակներ։ Դու պիտի ամեն բան անես, որպեսզի քո կյանքում մեղքը իշխանություն չունենա։ Մեղքի վարձքը մահն է։ Ուղղակի սրա հետ խաղալ պետք չի։ Եթե ամբողջ կյանքդ ես տվել Հիսուսին, ուրեմն Հիսուսն է քո թագավորը, բայց սրտի մի հատվածը դեռ մեղքին է պատկանում, այդ տարածքը չի պատկանում Տիրոջը։ Իրականում շատ կարևոր է, որ մենք դրա հարցերը լուծենք։ Ամեն։ Իրականում շատ կարևոր է, որ ամեն մի հարց, եթե դու, գիտես, մենք Տիրոջն ասել ենք մեր Տեր ու Փրկիչ, իսկ ի՞նչ է նշանակում Տեր ու Փրկիչ, որ ես էլ իմ Տերը չեմ, ես քո հայացողության տակ եմ, դու ես իմ Տերը։ Բայց շատ ժամանակ տարածքներ կա մեր կյանքում, որ պատկանում է Տիրոջը, բայց տարածքներ կա, որ դա պահում ենք մեզ։ Իմացի, որ Սատանան այն տարածքը, որ չի պատկանում Աստծուն, այդ տարածքով կարող է ներխուժել քո կյանք։ Կապ չունի Սատանայի համար ամբողջովին միգուցե 10 քո կյանքը, բայց ելի եմ ասում, մի փոքր տարածքից գիտեք ինչ կարող է անել։ Այդ մի տարածքով կարող է քո ամբողջ տարածքները գրավել։ Մի տարածքով, մի դռնով։ Կուզեմ մի պատմություն պատմեմ։ Ուրեմն մի մարդ տուն ավաճառելիս լինում շատ շքեղ տուն, 3 հարգանի ու շատ էժան գնով։ Մի մարդ գալիս է հարցնում, ասում է, ինչքան ես ասում տունը, գին ասում, շատ էժան, որ այդ տանը հաստատ այդ գինը չարժեր, ավելին արժեր։ Այս մարդը զարմանում, ասում է, բայց խի այս մարդը այսքան էժան վաճառում այս տունը։ Ասում է, ի՞նչն է պատճառը, որ դու այդքան էժան ես վաճառում այդ տունը։ Այս մարդն ասում է, դա իմ տունն է, ես ոնց կուզեմ այդպես էլ կվաճառեմ։ Ասում է, բայց կա մի պայման, որ այդ պայմանից է կախված։ Այդ տան մեջ կա մի տարածք, որտեղ որ մի մեղ կա, այդ մեխը ինձ է պատկանում, այդ մեխն է իմը, մնացածը դա քեզ եմ տալիս։ Եթե դու այդպես համաձայն ես, որ այդ տունը առնես, այդ մեխը պատկանի ինձ, ես կվաճառեմ այդ գնով քեզ։
Այս մարդը ուրախանում, ասում է, ինչ լավ բան առաջարկում, առնում է այդ տունը, բայց այդ մեխը չի պատկանում իրեն։ Մի քանի ժամ անցնում է մի քանի օր, այս մեխի տերը գալիս է, մեխի վրայից մի վերարկու է կախում։ Մարդը մտածում է նորմալ է, իր մեխն է, ինչ կուզի կանի։ Մի քանի օր հետո գալիս է, մի ուրիշ վեշ է կախում։ Երրորդ անգամ գալիս է, մի ամբողջ խոզի միս է կախում ու թողում գնում։ Երբ որ թողում գնում է, մենք գիտենք, որ միսը մնալով ինքը ունի հատկություն հոտելու։ Իսկ հոտ եկող տեղը մարդը իրականում դժվար թե կանգնի, կթողի կգնա։ Ամբողջ տունը սկսում է հոտը տարածվել։ Այդ մարդը հասկանում է մի բան, որ այդ մեխը իշխանություն ուներ նորից վերածել այդ մարդու տուն, որ այդ մարդը նորից գա իր տուն։ Իրականում, գիտեք, սատանան ամեն ինչ կանի, որ քո ամբողջը պատկանի Աստծուն, բայց քեզանից մի մեխ ունենա, որ երբ որ այդ մեխի միջոցով կարող է քո կյանքը նորից բերել անեծքի։ Որտեղ է սկսվում մեր կյանքը, որտեղ է ավարտվում, երբ որ մենք թույլ ենք տալիս սատանային այդ մեխի վրա կախի ինչ-որ բան։ Իրականում թույլ մի տալ, որ սատանան քո վրա ինչ-որ հիմք ունենա։ Հիսուսն ասեց, այս աշխարհի խավարի իշխանը գալիս է, բայց ին վրա բռնվելու տեղ չունի։ Ամեն։ Թույլ մի տա, որ սատանան քո վրա բռնվելու տեղ ունենա։ Իրականում, երբ որ դու Տիրոջ պատվիրանները կատարես, անեծքը իշխանություն չունենա քեզ վրա։ Ամեն։ Սատանային էլ եմ ասում, քո ամբողջ կյանքը պետք չի, բայց եթե մի տարածք ունեցավ, այդ տարածքից կարող է ուղակի քեզ ամեն մի տարածքի վրա գրավել, որտեվ Աստծո խոսքում գրված է, կուզեմ Աստվածաշնչից մի տեղ էլ կարդամ, Եփեսացի 4:26։ Պատկերացրեք, ամեն բան նորմալ է, բայց ունես բարկություն։ Եթե բարկանաք, մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի եւ սատանային առիթ մի տվեք։ Տեսեք, սատանայի համար դուռ է բացվում, երբ որ դու բարկանում ես։ Իսկ բարկացող մարդը անհնար է, որ մեղքի մեջ չընկնի։ Գիտեք ոնց, չեմ ասում միանգամից, բայց եթե դու բարկության հարցը չլուծես, ես չեմ տեսել, որ ուրախ մարդը մարդ սպանի։ Ես տեսել եմ, որ բարկացած մարդը ամեն ինչից պատրաստ է։ Դրա համար Աստծո խոսքը հստակ ասում է, տեղ մի տվեք սատանային, ինչի պատճառով, քո բարկության պատճառով։ Դա նույնպես առիթ է, որ սատանան ու նման շատ բաներ կա, որ մեր կյանքում դրանով ուղղակի տեղ ենք տալիս սատանային, որպեսզի մեր կյանքը նորից վերածի քաոսի, մեր կյանքը նորից վերածի անեծքի, քո մի սխալ բանի պատճառով։ Էլ եմ ասում, ապրում ենք աշխարհում, բայց շատ կարևոր է, որ դու ժամանակ տրամադրես քո բնավորության վրա։ Եթե կան բաներ, որ չես կարողանում այդ մեղքի հարցը լուծես, Սուրբ Հոգին քեզ կօգնի։ Բայց եթե դու մնում ես քո ոնց կաս այդպես ու չես աշխատում քո վրա, դա արդեն նորմալ չի։ Այսօրվա իմ խոսքի նպատակը նա է, որ մենք հասկանանք ինչպես ապրենք, որ չլինենք անեծքի տակ։ Իրականում զուր տեղը անեծք չի գործի քո կյանքում, եթե դու հնազանդվես Աստծո խոսքին։ Սիրելի Աստծո խոսքին անհնազանդությունը բերում է այս բոլոր բաները, որ քո կյանքում կա, հենց հիմա, որ քո կյանքում կա, դա նույնպես անհնազանդության պատճառն է։ Իսկ Աստծո խոսքին հնազանդվելը բերում է օրհնություն։ Երբ որ դու հնազանդվես Աստծո խոսքին, հավատա, որ օրհնությունները կհետևեն քեզ, որովհետև գրված Աստծո խոսքին։ Երբ որ ասում է հնազանդվես Աստծո ձայնին, հետևես նրան, պատվիրաններին, ասում է բոլոր օրհնությունները կհետևեն քեզ։ Չի ասում դու կվազես օրհնության հետևից, կհետևեն քեզ։ Ու քո հնազանդության պատճառով իրականում կարա օրհնվի նաև քո սերունդները, երբ որ դու հնազանդ լինես միջև վերջ Աստծուն։ Կուզեմ կարդալ Ծննդոց 3:16-ը
նորից վերադառնամ Ադամի ու Եվայի պատմությանը, կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը եւ ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը եւ նա իշխի քեզ վրա»։ Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ ասելով. դրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին, նա փուշ տատաստ աճեցնի քեզ համար եւ դու դաշտի խոտն ուտես, երեսիդ քրտինքով ուտես հացդ, միջև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետեւ նրանից առնվեցիր, որովհետեւ հող ես դու եւ դեպի հողդ կդառնաս»։ Ադամի պատճառով անիծվեց, այո, անիծվեց, բայց Քրիստոսով մենք ունենք հնարավորություն նորից օրհնվելու։ Քրիստոսի արած խաչով մենք ունենք նորից վերականգնելու։ Այն ինչ որ քո կյանքում կորցրել ես, կարող ես Քրիստոսով նորից վերականգնես։ Իրականում շատ կարևոր է, որպեսզի թույլ չտաս մահը նորից իշխանություն ունենա քո կյանքում, որտեվ ասում է, երբ որ մեղքը մտավ, ասում է մահը մտավ, այսինքն մահը կա երկրի վրա, բայց երբ որ դու ընդունում ես Քրիստոսին որպես քո Տեր ու Փրկիչ ու հավատարիմ ես մնում, մահը իշխանություն չունի քեզ վրա, դու ազատ ես ամեն բանից։ Ու շատ կարևոր է, գիտես, Ադամը միաբանվեց Եվային։ Կա նաև սխալ միաբանություններ, որ նորից անեծքաբերում։ Կան ընտանեկան միաբանություններ, որ կարող է այդ ընտանիքի մեջ բերել անեծք։ Ես կուզեմ իմ կյանքից մի բան վկայել։ Տարիներ առաջ, երբ որ ես եկեղեցում էի, բայց Տիրոջ մեջ այդքան էլ հաստատված չէի, կարող է օր ու մեջ գայի կամ կարող ամիսը մեկ գայի եկեղեցի։ Շատ անգամ, երբ որ կիրակի էր գալիս, որ իմ կինը պիտի գնար եկեղեցի, ես ուղղակի իրան ասում էի. կգնաս կասես, որ ես տանը չեմ կամ հարմար չի, տանը չեմ, մի բան կասես, բայց գիտես իմ կինը ինձ հետ չմիաբանվեց, որտեվ ուներ Աստծուց երկյուղ։ Ու իրականում շատ կարևոր է, որ դու սխալ բաների մեջ չմիաբանվես։ Գիտես, միաբանությունը նույնպես բերում է քո կյանքում անեծք։ Կապ չունի ընտանեկան միաբանություն, ընկերական միաբանություն, որովհետև բոլոր սխալ միաբանությունները ծնում է անեծք։ Իրականում իր հավատարմության պատճառով է, որ մենք այսօր այստեղ կանգնած եմ ես, որովհետև ինքը հավատարիմ մնաց Աստծո մեջ, չարեց այն ինչ որ ես էի իրեն ստիպում։ Իրականում փառք Աստծուն, որ ինքը չմիաբանվեց, բայց փառք Աստծուն ինձ համար է, որ ես իրան դրա համար չեմ նեղացրել, որովհետև ես մի բան եմ ասում, բայց չեմ ասում, բայց իրականում երբ որ դու հավատարիմ ես մնում Աստծուն եւ չես միաբանվում սխալ բաներին, Աստված զորավոր է, որ Աստված կարող է քո կյանքում բերել հիանալի օրհնություններ։ Երբ որ դու չմիաբանվես, կտեսնես քո ընտանիքը այստեղ։ Միգուցե դժվարությունով անցնի, գիտես, կապ չունի մարդ ու կին լինեն հավատքի մեջ։ Աստծո խոսքում գրված է, եթե կինը հավատքի մեջ, ամուսինը հավատքի մեջ չի, բայց ասում է կարող ես շահել նրան։ Ինչով շահես քո գործերով, քո սիրով կարող ես շահել, քո վերաբերմունքով կարող ես նրան բերել եկեղեցի, քո հնազանդությունը Աստծո նկատմամբ կարող է փոխել նրա կյանքում, որտեղ Աստված ունի զորություն։ Քո աղոթքները կարող են փոխել նրա սիրտը։ Իրականում փառք Աստծուն։ Շատ կարևոր է, որպեսզի սխալ բաների մեջ մենք չմիաբանվենք։ Ու գիտես, ինչ եմ ուզում հիշացնեմ, ավելի ճիշտ բոլորս հիշենք, որ մենք ընդունեցինք Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, ու այդ ժամանակ իրականում հավատացինք, որ անեծքը էլ իշխանություն չունի մեր վրա։ Բայց շատ կարևոր է, որպեսզի լինենք այսպիսին մաքուր, այս մաքրությունով դու անեծքի հարցերը լուծում ես, անեծքի իշխանություն չի ունենա քեզ վրա։ Օրինակ, երբ որ նայում ենք Հոբի կյանքին, հիշում եք Հոբի պատմությունը, Հոբը ամեն բան ուներ, ամեն բան, բայց գիտեք,
եկավ մի պահ, որ սատանան ուղակի Աստծուն ասեց, եթե թույլ տաս, որպեսզի իրեն այնպեսի բաներ անեն, որ հավատա, որ քեզ կուրանա, ու Աստված թույլ տվեց, որ Հոբի կյանքում ամեն բան լինի, բացի իր կյանքից։ Հոբը կորցրեց շատ բաներ, բայց գիտեք, նաև Հոբի կինը ինչ ասեց, անիծիր ու մեռիր, անիծիր Աստծուն ու մեռիր, բայց նա լսել էր Աստծու մասին, որ նա կատարյալ Աստված է, նա չարեց այդ ինչ որ կինը նրան դրդում էր, չմիաբանվեց կնոջը, նա բերանը չբացեց, չանիծեց։ Մենք տեսնում ենք, որ Հոբի կյանքում ինչ տեղի ունեցավ, քանի որ նա վստահում էր Աստծուն, նա կրկին օրհնվեց, ինչ կորցրել էր վերականգնվեց։ Ու գիտեք ինչ ասեց, լսել էի, բայց հիմա տեսա նրան։ Գիտես, միգուցե մենք լսել ենք, երբ որ դու հավատարիմ մնաս, այն ինչ որ քո կյանքի բնագավառում կատարվում է, թեկուզ դժվարության միջով էլ անցնում ես, հավատա, որ Աստված կատարյալ Աստված է, Աստված արդար Աստված է, ու իմացի, որ Աստված քեզ կօրհնի։ Այդ ժամանակ դու էլ կասես, լսել էի, բայց հիմա տեսա իմ կյանքում։ Ու իրականում ես իմ ապրած տարիների ընթացքում Աստվածաշնչից շատ բաներ սովորեցի։ Ու դեռ մինչև հիմա էլ սովորում եմ, թե ոնց անեմ, որ իմ կյանքում չգործի այդ անեծքները։ Շատ անգամներ ենք սխալվում, շատ անգամների մեջ եմ ես սայթակել, բայց հասկացել եմ, ինչքան դռներ կա, աշխատել եմ, որ փակեմ սատանայի առաջ, որտեվ այդ դուռը իմ ընտանիքի համար անեծք է, այդ դուռը ինձ համար անեծք է, դրա համար աշխատիր քո կյանքի մեջ, աշխատիր, որ դռներ փակես սատանայի առաջ, որտեվ սատանան ամեն բան կանի, որ ունենա քո առաջ, իր առաջ դռներ բաց։ Շատ կարևոր է, որպեսզի դու թույլ տաս, որ Աստված տնօրինի ամեն բան։ Որտեղ որ դու ես տնօրինում, իմացի, որ այդտեղ վատ կլինի։ Իսկ եթե դու Տիրոջը ընդունել ես որպես Տեր ու Փրկիչ, թող ինքը տնօրինի քեզ ու կտեսնես, որ քո կյանքում անեծքը անհետանում է, անեծքը իշխանություն չունի քեզ վրա։ Իրականում թույլ տուր քո կյանքում ամբողջովին Աստված լինի քո թագավորը։ Այդ ժամանակ կտեսնես քո կյանքում քանդվել է այն անեծքները, որ կառուցվել է նորից։ Ես խոսացի մի բանի մասին, եթե քանդվել, կա նույնպես կառուցվել։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի թույլ տաս, որ Աստված քո կյանքում թագավոր լինի։ Մենք բառերով չասենք, որ Տերն է իմ թագավորը, Տերն է իմ Աստվածը։ Եթե իրականում Հիսուսն է քո Տերն, անեծք իշխանություն չունի քեզ վրա։ Որտեղ Տերն է, այնտեղ օրհնություններ է։ Որտեղ Տերը չի թագավորում, այնտեղ անեծքն է։ Դրա համար շատ կարևոր է, որ քո կյանքում ամեն ինչ որ կա, Տիրոջը ասես Տեր, դու եղիր իմ Տերն ու թագավորը, թե իմ կյանքում, թե իմ ընտանիքի կյանքում, թե իմ ֆինանսական, ամեն բնագավառում թող Տերը լինի քո Տերը։ Գիտես, շատերի կյանքում ինչի կա անեծք, որովհետև Տիրոջից հեռացել է երկյուղը։ Երբ որ մարդը երկյուղ չունի Աստծո նկատմամբ, հնարավոր է նորից ընկնի անեծքի մեջ։ Ունեցիր հարգանք եւ երկյուղ նրա հանդեպ։ Մարդիկ երկյուղ չունեն Աստծո նկատմամբ, շատ մարդիկ գիտեմ, իրանք եկեղեցում են, բայց չունեն երկյուղ Աստծո նկատմամբ։ Հետո նայում ես իր կյանքին, հասկանում ես պատճառը որն է, որ ինքը իր կյանքում կան անեծքներ, կան բաներ, որ չի ստացվում, որովհետև երկյուղ չունի։ Սիրելիս, երբ որ կանգնես Աստծո դատաստանին, քեզ չի դատելու սատանան, քեզ դատելու Աստված, ինքը արդար Աստված է։ Թույլ մի տա, որ սատանան քո վրա իշխանություն ունենա։ Ոչ թե վախեցիր սատանայից, այլ վախեցիր Տիրոջից, երկյուղ ունեցիր Տիրոջից։ Իսկ ով որ Աստծուց երկյուղ չունի, նա ուղղակի ապրում է ինչպես որ իրեն հարմար է։
Ոնց որ ուզում է այդպես էլ ապրում է, որովհետև ինչ ուզում է այդպես էլ անում է։ Ուզում ես քո կյանքից հեռանա, անես քո երբեք չվերադառնա, քեզ մի կարևոր բան ասեմ, ունեցիր երկյուղ Տիրոջից։ Երկյուղն է քանդում ամեն մի կապանքներ։ Կուզեմ մի տեղ կարդամ Սաղմոս 34:9 խոսք։ Վախեցիր Տիրոջից, ով նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։ Մենք գիտենք, որ պակասությունը դա նշանակում է անեծք։ Իսկ վախեցող մարդը պակասություն չի ունենա։ Այսինքն, երբ որ դու Տիրոջից երկյուղ ունենաս, դու անեծքից հեռու կմնաս։ Քո կյանքում պակասություն չի լինի։ Քո կյանքում կլինի առատություն։ Երբ որ դու իրականում ունենաս երկյուղ։ Ու անեծքը իրականում իշխանություն չի ունենա քեզ վրա։ Կապ չունի քանի տարվա հավատացյալ ես։ Միգուցե 10 տարի, միգուցե 5 տարի, դա կապ չունի։ Գիտես, Հուդան 3.5 տարի Հիսուսի հետ քայլեց։ 3.5 տարի տեսավ հրաշքներ։ 3.5 տարի ինքը նույնպես հրաշքներ արեց Հիսուսի միջոցով, այսինքն Հիսուսի անունով։ Բայց գիտես ինչի համար Հիսուսին մատնեց, չուներ երկյուղ։ Հեռացել էր երկյուղը նրա կյանքից։ Իսկ երկյուղը հեռանալ, իսկ երկյուղ չունեցող մարդուն, երբ որ մատնեց Հիսուսին, ինչ ասեց, ասեց երանի ծնված չլիներ այն մարդը, ով որ կմատնի։ Դες շատ կարևոր է, որ դու ունենաս երկյուղ։ Երկյուղը քեզ թույլ չի տալիս, որ դու խոսաս ինչ որ մեկի հասցեին։ Երկյուղը քեզ թույլ չի տալիս, որ դու խոսաս ծառայողի նկատմամբ։ Իրականում շատ կարևոր է, որ մարդ ունենա երկյուղ։ Մենք տեսանք, որ Հուդայից հեռացել էր երկյուղը։ Նրան քահանաները չստիպեցին, որ Քրիստոսին մատնի։ Նրան ստիպեց երկյուղը, որ հեռացել էր նրանից, այսինքն վախ չուներ նա։ Ու ինչ ասում Հիսուս, ասում վայ նրան, ում ձեռքով կմատնվեմ։ Խոսքի մեջ գրված է, ավելի լավ է այդ մարդը ծնված չլիներ։ Ու գիտես, մի 2 օր առաջ ես Ծաղկաձոր էի։ Մի ծառայող, ինքը ծառայող էր, չգիտեմ ինքը հովիվ էր թե չէ։ Խոսացինք, վկայեց, շատ լավ բաներ վկայեց, բայց խոսած մի բան, որ ուղղակի ես զարմացա։ Նա խոսած Տիրոջ օծյալի դեմ։ Ես հասկացա, որ երկյուղ չունի։ Իսկ Աստծո խոսքն ասում է, Տիրոջ օծյալին դեմ խոսողը իր հետ հարցեր ունի։ Եթե ուզում ես անեծքը քեզանից հեռանա, ունեցի երկյուղ։ Մովսեսի դեմ Ահարոնն ու Մարիամը ինչ արեցին։ Խոսացին։ Ու ինչ տեսանք, որ Մարիամը բորոտություն ունեցավ։ Ինչի պատճառով, որովհետև չվախեցավ։ Խոսած Տիրոջ օծյալի դեմ։ Իսկ Տիրոջ օծյալի դեմ խոսալը, ինչ որ մեկի դեմ խոսալը, դա քո կյանքում բացում է դռներ անեծքի։ Քո բերանի խոսքի նկատմամբ եղիր զգուշ։ Կամ ինչքան անգամներ ենք լսել, եթե դու չներես, Աստված էլ քեզ չի ների։ Քանի անգամներ ենք լսել, քանի քարոզներ ենք լսել, որ եթե դու չներես, Աստված էլ քեզ չի ների։ Ինչ ես կարծում, քո չներող սիրտը անեծք չի բերում քո կյանք։ Իրականում բերում է, երբ որ դու չներելու հարցը չես լուծում։ Այսօրվա իմ քարոզի նպատակն է, որպեսզի դու նորից վերականգնվես, դառնաս այսպիսին ու ետ չդառնաս այն նույն անեծքին, որ կար քո կյանքում։ Իրականում Հիսուսը խաչի վրա քո անեծքը վերցրել է, բայց մեզանից մեր ապրելակերպից շատ բան է կախված, որ ամեն մեկս նորից չժառանգենք անեծք։ Մեր ապրելակերպից շատ բան է կախված։ Եղիր մարդ, որ Տիրոջ պատվիրանները կպահես քո կյանքում։ Շուրջդ նա ինչքան անգամներ ենք եղել, որ դու չես կարողացել ներես հարևանիդ, բարեկամիդ, քո կողակցին, իրականում դա դռներ է բացում սատանայի առաջ։
Միգուցե մտածես փոքր է, բայց այդ փոքր դռների միջոցով նորից եմ ասում, սատանային բավական է քո կյանքում մի տեղ դրոշակ խփի, այդ խփված դրոշակից ինքը քո վրա հրամաններ կարձակի, այդտեղից քեզ կկառավարի։ Իրականում թույլ մի տա, որ սատանան քո կյանքում դրոշակներ դնի։ Ունեցիր Տիրոջից երկյուղ, հնազանդվիր Տիրոջ խոսքին, այդ ժամանակ բոլոր օրհնությունները կհետևեն քեզ։ Ոչ թե միայն քեզ, այլ քո սերունդը կլինի օրհնված։ Քեզանից հետո Աստծո խոսքին վստահ հավատում եմ այն խոսքերին, որ ասվում է, որ քեզանով կօրհնվի քո սերունդները։ Միգուցե միջև քեզ այդ անեծքները եկել է պապենական, ես պապերի դեմ բան չունեմ, բայց փոխանցվել է ժառանգաբար։ Բայց քեզանով, երբ որ դու ընդունում ես Քրիստոսին որպես քո Տեր եւ Փրկիչ, կանգ առնում այդ անեծքը, իշխանություն չունի քո կյանքում, երբ որ դու կատարում ես այն ինչ որ Տերն է քեզ պատվիրում։ Խոսքը լսող եւ կատարողներ պիտի լինենք, ոչ թե խոսքը լսենք ու ոնց ուզենք այդպես էլ ապրենք։ Ու իրականում ես խոսացի մի բանի մասին, որ ինչ որ քանդվում է, նորից կարող է կառուցվել։ Դրա մեջ զգուշ եղիր, լուրջ վերաբերվիր, որ Աստված քանդել է քո կյանքում անեծք, նորից չկառուցվի։ Ու ես չեմ ուզում, որ մենք ապրենք խաբված հավատացյալներ։ Մենք ուզում ենք, որ լինենք օրհնված հավատացյալներ ու ոչ թե մենք լինենք օրհնված հավատացյալներ, այլ լինենք ուրիշների կյանքում նույնպես օրհնություն։ Որ մարդը տեսնի քո կյանքում, ասի ոնց է իր կյանքում ստացվում, որ իր մոտ ամեն բան հաջողվում է։ Մարդու մոտ հաջողվում է այն դեպքում, երբ որ դու հնազանդվում ես Աստծուն։ Երբ որ Աստված քեզ մի բան է ասում, դու հնազանդվում եւ անում ես։ Աստված գիտի քո հնարավորությունը։ Դրա համար հնազանդվիր Աստծուն եւ կատարի այն ինչ որ քեզ ասում է։ Ես հավատում եմ, որ այսօրվա խոսքը ինչ որ բան փոխեց ձեր կյանքում։ Էլ եմ ասում, Հիսուս Քրիստոսը խաչի վրա անեծք եղավ, որ մենք ազատ լինենք անեծքից, բայց մենք էլ ունենք անելիք, որ մենք դրանով անելով հեռու կմնանք անեծքից։ Նորից չենք ժառանգի անեծքը։ Ու կուզեմ, որ ամեն անգամ, երբ որ արթնանում ես, հռչակես, ասես Տիրոջ արյունով ես բժշկված եմ, Տիրոջ արյունով ես անեծքը իմ վրա իշխանություն չունի։ Երբ որ ամեն օր հռչակես, իմացի, որ հիվանդություն իշխանություն չի ունենա քեզ վրա։ Ամեն օր հռչակիր Տիրոջ արյունը քեզ վրա։ Տիրոջ արյունը զորություն ունի քանդելու, բժշկելու։ Երբ որ դու ամեն ժամանակ հռչակես։ Ու երբ որ հռչակես, ամեն մի վախերը կհեռանա։ Որտեվ ամեն մի վախեր Աստծո խոսքում Ջոն Բիվերն է խոսում դրա մասին, ասում է, երբ որ ունենաս Տիրոջից երկյուղ, էլ չես ունենա ուրիշ բաներից վախ։ Շատ կարևոր է, որ Տիրոջ երկյուղը պահես քո սրտում։ Վերջի տեղը կուզեմ կարդամ Եսայի 54:17 խոսքը։ Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, եւ ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Այս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, եւ ինձնից է գալու նրանց արդարացումը, ասում է Տերը։ Ինչ եք կարծում, այս խոսքերը ում են վերաբերվում։ Այն մարդկանց, ովքեր Տիրոջ խոսքը լսում են ու կատարում։ Այդ ժամանակ ոչ մի գործիք հաջողություն չի կարող ունենալ քո կյանքում։ Ամեն չար լեզու, որ դուրս կգա քո դեմ, պիտի ինքը դատապարտվի։ Անեծքը քո կյանքում իշխանություն չի ունենա, քանի որ դու Տիրոջ ծածկոցի տակ ես գտնվում, բնակվում։ Նորից կուզեմ հիշենք այս նկարը։ Ես սա ոչ թե հիշեցնում եմ մեր հին կյանքը, ես հիշեցնում եմ, որ սա էլ չկա քո կյանքում։ Հավատա սրան, որ դու արդեն այսպես ես։ Ու թույլ չտաս, որ սատանան նորից քեզ խաբի։ Թույլ չտաս, որ սատանան նորից քո վրա իշխանություն ունենա։ Ոչ անեծքը քո վրա իշխանություն ունի, ոչ մեղքը իշխանություն ունի, երբ որ դու թույլ չտաս։